Շիկագոյում սկսվել է ներգաղթի դեմ պայքարի նոր փուլ։ Քաղաք է ժամանել սահմանային հսկողության գործակալ Գրեգորի Բովինոն, ով ղեկավարում է Լոս Անջելեսում մեկնարկած լայնածավալ գործողությունները։ Նա X-ում հրապարակել է տեսանյութ մաքսային մեքենաների և զինված գործակալների մասնակցությամբ, գրելով «Դե ինչ Չիկագո, մենք հասանք»։ Գործողությունը ստացել է Operation at Large անվանումը և պետք է շարունակի Լոս Անջելեսում սկսված ձերբակալությունները։ Նույն օրը ներքին անվտանգության քարտուղարը հաստատել է, որ արդեն իսկ տեղի են ունեցել ձերբակալություններ։ Սա առաջին ազդանշանն է, որ դաշնային իշխանությունները մտադիր են ուժեղացնել վերահսկողությունը ներգաղթի հարցում երկրի երրորդ ամենամեծ քաղաքում։ Նախագահ Դոնալդ Թրամփը վերջին շաբաթներին բազմիցս ընդգծել է, որ Չիկագոն դառնալու է խիստ ներգաղթի վերահսկման կենտրոն։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ Կրկին կրակոցներ են հնչել դպրոցի ներսում, այս անգամ Կոլորադոյում։ Ինչ է կատարվում ուսումնական հաստատությունում և ինչ ավարտ է ունեցել։ Լոս Անջելեսի Վեննայսում երկու տղամարդ ձերբակալվել է 611 միլիոն դոլարի խարդախության գործով։ ԱՄՆ-ում նոր մեքենա ունենալու տարեկան միջին արժեքը նվազել է։ Ինչ թվերի մասին է խոսքը և արդյոք լավ ժամանակներ են ավտոմեքենա գնելու համար, թե ոչ։ Հարցի պատասխանը կստանաք հաղորդման ընթացքում։ Կալիֆոռնիայում գողացված GMC պիկապի հետապնդումը դարձել է իսկական ֆիլմային տեսարան։ Դիտեք թողարկումը պահը բաց չթողնելու համար։ Թրամփը 15 միլիարդ դոլարի զրպարտության հայց է ներկայացրել The New York Times-ի դեմ։ Ամերիկայի դպրոցներում նոր թեժ քննարկման թեման սմարթֆոնների սահմանափակումներն են։ Որոշ շրջաններ ներդրել են հատուկ պայուսակներ, մյուսները նախընտրում են ավելի պարզ մեթոդներ, բայց բոլորն էլ փորձում են գտնել ձևեր, որոնք կպահպանեն ուսման որակը և կկանխեն տեխնոլոգիաների վնասակար ազդեցությունը։ Ինչ են ասում մասնագետներն ու աշակերտները, կքննարկենք միասին։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-room-ին, ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենաքննարկվող իրադարձությունների մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին և չմոռանաք մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ մենք անցնենք այսօրվա մեր թեմաներին։ Լրագրողի հարցը դարձել է ամերիկա-ավստրալիական հարաբերությունների թեժ թեմա։ ԱՄՆ նախագահ Թրամփը խիստ է արձագանքել ավստրալացի լրագրողի հարցին, որը վերաբերում էր իր բիզնես գործունեությանը։ Սկզբում նա հայտարարել է, որ բիզնեսով զբաղվում է ոչ թե ինքը, այլ իր երեխաները, սակայն երբ պարզվել է, որ լրագրողը ավստրալացի է, հավելել է, որ նա լրագրողը վնասում է Ավստրալիային։ Թրամփը նշել է, մեջբերեմ, իմ կարծիքով դուք հիմա վնասում եք Ավստրալիային։ Նրանք ուզում են լավ հարաբերություններ ունենալ ինձ հետ։ Ձեր առաջնորդը շուտով կգա ինձ մոտ և ես նրան կպատմեմ ձեր մասին։ Դուք շատ վատ տոն եք սահմանում։ Մեջբերման ավարտը։ Երբ լրագրողը փորձել է հստակեցնել նախագահի խոսքերը, Թրամփը կտրուկ արձագանքել է, ասելով. Լռիր։ Այս միջադեպը տեղի ունեցավ այն ֆոնի վրա, երբ մամուլում հրապարակվել էին նյութեր, ըստ որոնց Թրամփի ընտանիքը կրիպտոարժույթից ավելի մեծ եկամուտ է ստանում, քան ինքը նախագահը իր ամբողջ անշարժ գույքի կարիերայի ընթացքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է 15 միլիարդ դոլարի զրպարտության հայց New York Times-ի դեմ։ Այս մասին նա հայտնել է իր սոցիալական հարթակում, թերթը անվանելով արմատական ձախ դեմոկրատական կուսակցության խոսափող և երկրի ամենավատ պարբերականներից մեկը։ Թրամփը նշել է, որ հայցը ներկայացրել է Ֆլորիդայի դատարանում որպես պատճառ, նշելով իր և իր ընտանիքի նկատմամբ զրպարտությունը, ինչպես նաև թերթի բաց աջակցությունը իր մրցակից Քամալա Հարիսին 2024 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։ Կոլորադոյի Էվերգրին ավագ դպրոցում հնչել են կրակոցներ։ Ոստիկանության տեղեկացմամբ 16-ամյա Դեզմոնդ Հոլին կրակել է մոտ 20 անգամ։ Կրակոցների մեծ մասը տեղի են ունեցել հենց դպրոցի ներսում։ Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը կեսօրից հետո, Դենվերից մոտ 30 մղոն արևմուտք։ Ընդհանուր կրակոցները տևել են մոտ 9 րոպե։ Շերիֆի գրասենյակը հայտնել է, որ կրակոցներ արձանագրվել են դպրոցի տարբեր հատվածներում։ Մեկ աշակերտ վիրավորվել է ներսում, մյուսը դպրոցի մոտ գտնվող փողոցի անկյունում։ Դպրոցի բակում իրավապահների հետ քննարկումների ընթացքում 16-ամյա Հոլին ինքնասպան է եղել։ Ոստիկանները նշում են, որ ուսուցիչների և աշխատակազմի արագ արձագանքն ու անվտանգության կանոնների
հրամանների կիրառումը կանխել են զոհերի և վիրավորների ավելի շատ հավանականությունը։ Շերիֆի գրասենյակը հաստատել է, որ Հոլին եղել է միակ հարձակվողը։ Դոնալդ Թրամփը նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Լրագրողի հարցին պատասխանելով նա հայտարարել է, թե անցած տարի թմրանյութից մահացել է 300 միլիոն մարդ։ Թրամփի այս խոսքերը մեծ զարմանք են առաջացրել, քանի որ թիվը գրեթե հավասար է ամբողջ երկրի բնակչությանը։ Սոցիալական ցանցերում արձագանքները հեգնական են, ոմանք կատակում են նախագահը կարողանար պարզապես ասել 11 միլիարդ տրիլիոն, իսկ մյուսները պարզապես գրում են ուրեմն ես մահացած եմ արտահայտությունը։ Շատերը հիշել են նախկին գլխավոր դատախազի խոսքերը, թե իբր Թրամփի օրոք 258 միլիոն ամերիկացի փրկվել է ֆենտանիլի վտանգից։ Իրական տվյալները, սակայն, բոլորովին այլ են։ ԱՄՆ բնակչությունը մոտ 340 միլիոն է, իսկ պաշտոնական տվյալներով անցած տարի թմրանյութի գերդոզավորումից մահացել է մոտ 80 հազար մարդ։ Սա մոտ 27% պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Գլենդելի Օքմոնդ թաղամասի բնակիչները այլևս չեն զարմանում սև արջի Թեդիի այցելությունից։ Վերջին այցի ընթացքում արջը հայտնվել է տներից մեկի տեսախցիկների կադրերում։ Կեսօրին նա թափահարել է լողավազանի ծածկոցը, սուզվել ջուրը, ապա հանգստացել տան տանիքի վրա։ Տանտիրոջ խոսքով սա առաջին դեպքը չէ։ Խելացի կենդանին արդեն սովորել է բացել դարպասի փականը և առանց դժվարության մտնել բակ։ Տանտերը պատմել է, որ հաճելի է կենդանուն տեսնել լողավազանում և համարում է նրան Կալիֆոռնիայի կենդանի խորհրդանիշ։ Սակայն հարևաններից մեկն այլ փորձ ունի։ Նրա տունը վնասվել է արջի այցելությունից, ինչը մտահոգել է բնակիչներին։ Կալիֆոռնիայի ձկնորսության և վայրի բնության վարչությունը, ինչպես նաև Գլենդելի ոստիկանությունը հաստատել են, որ տեղյակ են Թեդիի հաճախակի այցերի մասին։ Նրանք արձագանքել են մի շարք ահազանգների և զգուշացրել են, որ թեև շատերը կապ են ստեղծել արջի հետ, այնուամենայնիվ սա վայրի կենդանի է և կարող է վտանգ ներկայացնել, ուստի անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները։ Չիկագոյի քաղաքապետ Բրենդոն Ջոնսոնը ստորագրել է նոր հրամանագիր, որը պարտավորեցնում է քաղաքային ոստիկանությանը պաշտպանել բողոքի ցույցերի իրավունքը։ Քայլը արվել է քաղաքում դաշնային ուժերի տեղակայումից անմիջապես հետո։ Բողոքի իրավունքի մասին հրամանագիրը պահանջում է, եթե դաշնային ուժերը խոչընդոտեն, ապա ոստիկանությունը պետք է համագործակցի ցույցերի կազմակերպիչների հետ խաղաղ հավաքների անցկացման համար նոր վայրեր և միջոցներ գտնելու հարցում։ Քաղաքապետարանի հայտարարության մեջ ընդգծվում է, որ սա ուղղված է հենց խնդիրների կանխարգելմանը։ Քաղաքապետը ասել է, մեջբերեմ, Չիկագոն բազմիցս ապացուցել է, որ կարող է ապահովել ցանկացած մասշտաբի ցույցերի անվտանգություն, միաժամանակ պաշտպանելով սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները, մեջբերման ավարտը։ Նա հավելել է, որ հրամանագիրը անհրաժեշտ է, որպեսզի դաշնային կառավարության անպատասխանատու քայլերի պայմաններում քաղաքը պատրաստ լինի զանգվածային բողոքներին։ Ամերիկայի դպրոցներում նոր թեժ քննարկման թեմա է դարձել հեռախոսների սահմանափակումը։ Տարիներ շարունակ ուսուցիչներն ու ծնողները նկատել են, որ սմարթֆոնները խանգարում են սովորելու, նպաստում են բուլինգին և նվազեցնում են աշակերտների կենդանի շփումը։ Վերջին հետազոտությունները ևս հաստատել են այս մտահոգությունները և հենց այդ պատճառով շատ դպրոցներ սկսել են քայլեր ձեռնարկել դպրոցական կյանքում հեռախոսների օգտագործումը սահմանափակելու համար։ Հանրային կարծիքը ևս շարժվում է նույն ուղղությամբ։ NBC News-ի հարցման համաձայն ամերիկացիների 79%-ը դրական է վերաբերվում նահանգներում սահմանափակումների ներդրմանը։ Այս բարձր աջակցությունը ցույց է տալիս, որ խնդիրը միայն դպրոցներին չի վերաբերում, այլ դարձել է համազգային քննարկման թեմա։ Շատ դպրոցներ խնդիրը լուծելու համար դիմել են Yondr ընկերության նորարարական մոտեցմանը։ Այն հատուկ պայուսակ է, որտեղ աշակերտները պահում են իրենց հեռախոսները, իսկ պայուսակը հնարավոր է բացել միայն օրվա վերջում հատուկ սարքի միջոցով։ Ընկերության ղեկավարը նշում է, որ այս համակարգից արդեն օգտվում է շուրջ 2 միլիոն աշակերտ Ամերիկայի բոլոր նահանգներից։ Յուրաքանչյուր պայուսակի արժեքը մոտ $30 է։ Մեծ դպրոցական շրջանները Նյու Յորքը, Լոս Անջելեսը, Չիկագոն, Հյուսթոնը, Նևադայի Քլարք շրջանը և Ֆլորիդայի Փալմ Բիչը արդեն ներդրել են այս համակարգը։ Օրինակ, Լոս Անջելեսի դպրոցական վարչությունը այս ուսումնական տարվա համար հատկացրել է $5.2 միլիոն, Հյուսթոնում ծախսվել է $800,000, իսկ Չիկագոյում մոտ $290,000։
Նյու Յորքի քաղաքապետը նույնիսկ 16 միլիոն դոլար է տրամադրել, որպեսզի դպրոցները կարողանան իրենց մեթոդով կիրառել հեռախոսային արգելքը։ Իսկ Կալիֆոռնիայի Ֆոլսում քաղաքի Սաթեր դպրոցը 1 տարվա փորձարկումից հետո հրաժարվել է յոնդրից։ Տնօրենը նշել է, որ ծրագիրը չափազանց ծախսատար էր եւ ավելորդ բարդություններ էր ստեղծում։ Այժմ աշակերտները հեռախոսները պահում են ուսապարկում եւ չեն օգտագործում դասաժամերին։ Այս հարցի վերաբերյալ իրենց կարծիքն էլ ունեն աշակերտները։ Դպրոցի 8-րդ դասարանի աշակերտը պատմում է, որ պայուսակները հաճախ էին վնասվում։ Աշակերտները դրանք խփում էին պատերին կամ անգամ կտրում, որպեսզի հանեն իրենց հեռախոսները։ Միևնույն ժամանակ որոշ շրջաններ ընտրում են առավել պարզ եւ մատչելի լուծումներ։ Օրինակ, Օհայոյի Դեյթոնում աշակերտները առավոտյան հանձնում են հեռախոսները ուսուցիչներին, սմարթֆոնները պահում են թղթապանակներում մինչև օրվա վերջ։ Տնօրենի խոսքով հեռախոսազերծ միջավայրը պարտադիր չէ լինի թանկարժեք կամ բարդ։ Այսպիսով Ամերիկայի դպրոցները շարունակում են փնտրել տարբեր ուղիներ տեխնոլոգիական ազդեցության եւ կրթական միջավայրի որակը հավասարակշռելու համար։ Թրամփը ժամանել է Լոնդոն կատարելով իր պատմական երկրորդ պետական այցը Մեծ Բրիտանիա։ Վինձորի դղյակում նրան սպասվում է պաշտոնական ընդունելություն, որը կանցկացնի թագավոր Չարլզ III-ը։ Ծրագրում նախատեսված են բարձր մակարդակի արարողություններ, որոնց ընթացքում Թրամփը եւ առաջին տիկին Մելանիան կհյուրընկալվեն բրիտանական թագավորական ընտանիքի կողմից։ Այցը սակայն ուղեկցվում է սկանդալային միջադեպով։ Միացյալ Թագավորության վարչապետը օրեր առաջ աշխատանքից հեռացրել է Վաշինգտոնում գործող դեսպան Պիթեր Մանդելսոնին։ Այս թեման կարող է դառնալ լրացուցիչ անհարմար հարցեր նաև Թրամփի համար, թույլատնելով այցի շուրջ ձևավորված դրական մթնոլորտը։ Չնայած դրանց, Թարմերը կարծում է, որ Թրամփին հրավիրելը կարևոր դիպլոմատական քայլ է։ Վինձորում նախատեսված է թագավորական կարգերով շքերթ ռազմական նվագախմբերի եւ հեծյալ գնդի ուղեկցությամբ։ Օրը կեզրափակվի ավիաշոուով, որտեղ կցուցադրվեն բրիտանական եւ ամերիկյան F-35 կործանիչները, ինչպես նաեւ դղյակի ներսում տեղի կունենա պետական ճաշկերույթ։ Ավտոմեքենա գնելու ցանկություն ունեցողների համար այս տարի լավ նորություն կա։ Նոր մեքենաների ընդհանուր ծախսերը նվազել են։ Կազմակերպության տարեկան ուսումնասիրության համաձայն նոր մեքենա ունենալու եւ շահագործելու միջին արժեքը հասել է տարեկան 11577 դոլարի կամ ամսական մոտ 965 դոլարի։ Այս թվերը 2024-ի համեմատ նվազել են 719 դոլարով։ Գնանկմանը նպաստել են դանդաղ մաշվածությունը, վարկային վճարների նվազումը, վառելիքի գնի անկումը եւ ավելի մատչելի մեքենաները։ Չնայած դրան, համեմատած 2019-ի հետ, մեքենաների գները աճել են շուրջ 22%-ով, իսկ ապահովագրությունը 56%-ով։ Հաշվի առնելով աշխատուժի եւ ավտոմասերի թանկացումը, մասնագետները զգուշացնում են չշտապել։ AAA ավտոմոբիլային հետազոտությունների տնօրենը նշել է. «Մեջբերեմ, թվում է, թե հիմա ավելի լավ ժամանակ է մեքենա գնելու համար, բայց սպառողները պետք է հաշվի առնեն բոլոր ծախսերը եւ իրենց իրական կարիքները։ Օրինակ, պիկապը տարեկան կարող է ավելացնել շուրջ 6400 դոլար ծախս համեմատած փոքր սեդանի հետ»։ Ընկերությունը առաջարկում է նաեւ թվային հաշվիչ, որը թույլ է տալիս գնահատել տարբեր մեքենաների իրական արժեքը։ Լոս Անջելեսի կենտրոնում երեքշաբթի տեղի ունեցած գնացքի վթարը խափանել է մետրոյի աշխատանքը եւ հանգեցրել զգալի ուշացումների։ Ժամը 15:00-ին դեպի հյուսիս ընթացող A գծի գնացքը դուրս է եկել ռելսերից Metro Center կայարանում։ Քաղաքային մետրոպոլիտենից հայտնել են, որ ոստիկանության եւ հրշեջ ծառայության աջակցությամբ բոլոր ուղևորները անվտանգ դուրս են բերվել։ Վթարված գնացքը մնացել է ուղիղ դիրքում եւ զոհեր ու վիրավորներ չկան։ Վթարի հետևանքով ուշացումներ են գրանցվել թե A, թե I գծերում։ Փակ հատվածներում ուղևորների տեղափոխման համար քաղաքային իշխանությունները ներգրավել են ավտոբուսներ, որպեսզի ապահովեն ուղևորահոսքի շարունակությունը մինչև մետրոյի գծերի վերականգնումը։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհի ամենամեծ նավթային, գազային ու ցեմենտի ընկերությունների արտանետումները մեծ դեր ունեն ամառային ուժեղ շոկերի ձևավորման մեջ։ Գիտնականները նշում են, որ վերջին 25 տարվա ընթացքում արձանագրված 55 խոշոր ջերմային ալիքը պարզապես չէր լինի առանց մարդու առաջացրած կլիմայական փոփոխությունների։
2000-ից 2023 թվականներին ուսումնասիրվել է 213 ջերմային ալիք և պարզվել է, որ այս երևույթները ավելի հավանական են դարձել հենց այն պատճառով, որ 1850 թվականից սկսած 180 խոշոր արտադրողներ միասին արտանետել են մոլորակի ածխաթթու գազի մոտ կեսը։ Մասնագետները նշում են, որ գլոբալ տաքացումը ոչ միայն ավելացնում է նման ալիքների թիվը, այլև դրանք դարձնում է շատ ավելի ուժեղ։ Ըստ հաշվարկների, դրանցից 55-ը այսօր առաջանում է 10,000 անգամ ավելի հաճախ, քան կլիներ մինչև արդյունաբերական դարաշրջանը։ Եթե չլիներ մարդկային ազդեցությունը կլիմայի վրա, նման ուժեղ շոկերը գրեթե անհնար կլինեին։ The Wall Street Journal-ի տեղեկություններով ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը կանգնել է ֆինանսական դժվարությունների առջև, չկարողանալով փակել ծախսերը միայն իր նախագահի կենսաթոշակով։ Ըստ հրապարակման, Բայդենի ընտանիքի պարտքերը հասնում են մոտ $800,000։ Նախկին նախագահի և նախկին սենատորի համար նախատեսված տարեկան $416,000 նպաստը բավարար չէ բոլոր ծախսերը ծածկելու համար։ Բայդենին չի հաջողվել նաև շահույթ ստանալ իր պաշտոնաթողությունից հետո։ Ընկերությունները նրան քիչ են հրավիրում վճարովի ելույթների համար։ Բայդենի հույսերը կապված են մնում Մեմուրաների հրատարակության հետ, որը կարող է բերել շուրջ $10 միլիոն, սակայն այդ գումարը շատ փոքր է համեմատած Բարաք Օբամայի գրքի համար ստացած $60 միլիոն հետ։ Բացի այդ, Բայդենը ներկայումս պայքարում է շագանակագեղձի քաղցկեղի դեմ։ Սիրելի հետևորդներ, մինչև թողարկման մյուս կարևոր նորությունների մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ Ամերիկայի ամենաբարձր եկամուտ ունեցողները տարեկան $100,000-ից ավելի վաստակողները սկսել են կորցնել իրենց ֆինանսական վստահությունը։ Նրանց վստահության ինդեքսը մեկ ամսում նվազել է 10 կետով։ Տնտեսագետները նշում են, որ աշխատաշուկայի դանդաղումը և սպիտակ օձիքավորների ռեցեսիան արդեն ազդում է այս խավարի վրա։ Այնուամենայնիվ, հենց նրանք են պահում և շարունակում տնտեսության շարժը, ապահովելով սպառողական ծախսերի գրեթե կեսը վերջին ամիսներին։ Թրամփի Լոնդոն այցից առաջ Վինձորի դղյակի մուտքի մոտ հայտնվել է հսկայական սկանդալային պրոյեկցիա, որը զբաղեցնում է մոտ 400 քառակուսի մետր մակերես։ Պրոյեկցիայի վրա պատկերված է Թրամփը մեղադրվող Ջեֆրի Էփշտեյնի հետ, եւ այն տեղադրվել է հենց այն ճանապարհի վրա, որով նախագահն ու առաջին տիկինը պետք է անցնեն դեպի Անգլիայի թագավորի ու թագուհու հետ հանդիպման։ Նյու Յորքում քաղաքային խորհրդի ընտրություններին անսպասելի թեկնածու է առաջադրվել 9 տարեկան կատու Լեոն։ Նա տարիներ առաջ թափառական էր, իսկ հիմա իր տիրոջ նախաձեռնությամբ խոստանում է ազատել թաղամասը պահպանողական վերահսկողությունից եւ օրակարգ բերել պարտադիր ցերեկային քունը։ Թեպետ պաշտոնապես Լեոն չի կարող ընտրվել, սակայն դեպքը արդեն դարձել է քաղաքի ամենազվարճալի եւ ուշադրություն գրավող ընտրական պատմություններից մեկը։ Google-ի Gemini chatbot-ի փորձարկման վրա աշխատած ավելի քան 200 ենթակապալառուներ զրկվել են աշխատանքից այն բանից հետո, երբ բարձրաձայնել էին ցածր աշխատավարձերի ու վատ պայմանների մասին։ Ըստ տեղեկությունների, կրճատումները եղել են հանկարծակի, իսկ աշխատողներից շատերին նախատեսվում էր աստիճանաբար փոխարինել հենց արհեստական բանականության համակարգերով։ Եթե ձեզ հետաքրքիր են նման նորությունները եւ ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված, ապա անպայման հետևեք մեր Facebook-յան էջին։ Մենք ամեն օր ձեզ համար պատրաստում ենք կարևոր եւ վստահելի տեղեկություն հակիրճ, պարզ ու հետաքրքիր ձևով։ ԱՄՆ-ի ճանապարհային երթևեկության անվտանգության վարչությունը հայտարարել է, որ սկսել է հետաքննություն մոտ 174,000 Tesla Model Y մեքենաների նկատմամբ, որոնք արտադրվել են 2021 թվականից։ Պատճառը դռների էլեկտրական բռնակների խափանումների վերաբերյալ ստացված բողոքներն են։ Ըստ վարորդների հաղորդումների, եղել են դեպքեր, երբ դռները չեն բացվել հենց այն պահին, երբ ծնողները փորձում էին մեքենաներից հանել կամ ներս նստեցնել իրենց երեխաներին։ Մինչև այժմ գրանցվել է առնվազն 9 հաղորդում, որոնցից 4-ում ծնողները ստիպված են եղել կոտրել մեքենայի ապակին երեխային դուրս բերելու համար։ Թեև մեքենայի ներսում Տեսլան ունի ձեռքով բացվող մեխանիզմներ, սակայն դրանք երեխաների համար հաճախ դժվար է օգտագործել։ Սա դարձել է անվտանգության լուրջ մտահոգություն, հատկապես հաշվի առնելով, որ խնդիրը կարող է ի հայտ գալ անսպասելի պահերի։ Կալիֆոռնիայի ոստիկանությունը հայտնվել է իրական կինոյի դաշտում։ Պարեկները հետապնդում էին գողացված GMC պիկապը, որը սլանում էր մայրուղով, երբեմն զարգացնելով մինչև 110 մղոն ժամ արագություն։ Հետապնդմանը ներգրաված են եղել առնվազն 6 ոստիկանության մեքենաներ։
Տեսանյութում երևում է, որ պիկապի առջևի աջ անիվը չկա, ինչի պատճառով մեքենայի կայծեր են արձակվում։ Վարորդը շարժվել է Կալիֆոռնիայի 14-րդ ավտոճանապարհի հարավային ուղղությամբ, հետո անցել դեպի 5-րդ։ Ոստիկանությունը դեռ չի հստակեցրել մեքենայում ուղևորներ եղել են թե ոչ, սակայն ամբողջ միջադեպը հիշեցրել է կինոգրաֆիկական հետապնդում լի վտանգավոր արագությամբ եւ դրամատիկ պահերով։ Ամերիկայի բնակչությունը միշտ էլ եղել է երկրի զարգացման ամենազգայուն ցուցանիշներից մեկը։ Այսօր ԱՄՆ-ն կանգնած է նոր ժողովրդագրական շրջադարձի առջև։ Բնական աճը նվազում է, ծնելիությունը շարունակում է մնալ փոխարինման մակարդակից ցածր, իսկ բնակչության թվի աճը հիմնականում ապահովում է միգրացիայի հաշվին։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հենց այս գործոնների համադրությունն է որոշելու երկրի սոցիալական եւ տնտեսական ապագան։ Ամերիկայի բնակչությունը այսօր հասել է 340 միլիոնի եւ աճի տեմպերը փոքր-ինչ աշխուժացել են։ 2023-24 թվականների ընթացքում ընդհանուր թիվը աճել է գրեթե 1%-ով, ինչը ամենաարագ աճն է 2001 թվականից հետո։ Համեմատության համար 2021 թվականի աճը հասել է ընդամենը 0.2%-ի, ինչը պատմական նվազագույն ցուցանիշ է։ Այս շրջադարձի հիմնական աղբյուրը միջազգային միգրացիան է, որն ըստ ԱՄՆ մակագրիչ բյուրոյի ապահովեց աճի մեծ մասը։ 2023-24 թվականների ուսումնական տարվա հաշվարկներով ԱՄՆ-ում գրանցվել է մոտ 2.8 միլիոն մաքուր ներգաղթ, ինչը ամենաբարձր ցուցանիշներից է վերջին տասնամյակում։ Բնական աճը, ծնունդների եւ մահերի տարբերությունը շարունակել է մնալ թույլ, հատկապես COVID-ի հետևանքների եւ մեծ սերնդի ծերացման պատճառով։ Արդյունքում առանց միգրացիայի երկրի բնակչությունը գրեթե չէր աճի։ 2023 թվականին ԱՄՆ-ում ծնվել է 3 միլիոն 591 հազար 328 երեխա, ինչը մոտ 2% պակաս է նախորդ տարվա համեմատ։ Ընդհանուր ծնելիության գործակիցը կազմել է 1.61%, ինչը զգալիորեն ցածր է փոխարինման մակարդակից 2.1։ Սա նշանակում է, որ ապագայում բնակչության բնական աճը կմնա թույլ, եթե միգրացիոն հոսքերը չպահպանվեն։ Ամերիկայի միջին տարիքը արդեն գերազանցել է 39-ը։ Ըստ կանխատեսումների 2030-ին բեյբի բումերի ամբողջ սերունդը կանցնի 65+ տարիքային շեմը։ Սա կավելացնի սոցիալական ծախսերը, կուժեղացնի ճնշումը առողջապահության եւ կենսաթոշակային համակարգերի վրա եւ կստիպի աշխատաշուկային ավելի շատ ապավինել ներգաղթյալ աշխատուժին։ Վերջին տվյալներով ամենաարագ աճը գրանցվել է հարավային նահանգների գոտում։ Թեքսասում մեկ տարում ավելացել է մոտ 563 հազար մարդ, իսկ Ֆլորիդան շուրջ 467 հազար։ Այս երկու նահանգները միասին ապահովել են երկրի ընդհանուր աճի գրեթե կեսը։ Նույնիսկ նույն ժամանակահատվածում հյուսիսարևելյան նահանգներում աճը զգալիորեն դանդաղել է, իսկ որոշ շրջաններում նույնիսկ արձանագրվել է բնակչության կրճատում։ 2024 թվականին ԱՄՆ մետրոպոլիաների բնակչությունը աճել է մոտ 3.2 միլիոնով, հասնելով մոտ 294 միլիոնի։ Սա նշանակում է, որ երկրի բնակչության ավելի քան 80%-ը ապրում է քաղաքային տարածքներում։ Քաղաքների աճը պայմանավորված է աշխատանքային շուկայի կենտրոնացմամբ եւ ծառայությունների հասանելիությամբ։ Եթե 20-րդ դարի կեսերին ԱՄՆ-ն գրանցում է միջինում 1.5-ից 2% տարեկան աճ, ապա վերջին երկու տասնամյակներում հազվադեպ է գերազանցել 1%-ը։ Բացի միգրացիայից, այլ աղբյուրներով ապահովվող աճի ռեսուրսները սպառվում են։ ԱՄՆ մակագրիչ բյուրոյի կանխատեսմամբ հաջորդ տասնամյակին աճի տեմպերը կդանդաղեն, մինչև 2035 թվականը ԱՄՆ բնակչությունը կարող է հասնել 360 միլիոնի, սակայն աճի հիմնական շարժիչը կրկին միգրացիան կլինի։ Ծնելիության կայուն ցածր մակարդակը եւ տարիքային կառուցվածքի ծանրացումը ցույց են տալիս, որ առանց ներգաղթյալների հոսքի երկիրը դժվար թե պահպանի իր ժողովրդագրական հավասարակշռությունը։ Լոս Անջելեսում դաշնային իշխանությունները ձերբակալել են երկու տղամարդու փողերի լվացման կասկածանքով։ Ըստ դատախազության նրանք ղեկավարել են Վեննայսում գործող մի ընկերություն, որը զբաղվել է էլեկտրոնիկայի եւ նվեր-քարտերի արտահանմամբ։ Նշեմ, որ ձերբակալվածները հայեր չեն։ Քննիչները պարզել են, որ 2019-ից ընկերությունը արտահանել է ավելի քան 611 միլիոն դոլարի ապրանք, որը հիմնականում ձեռք է բերվել գողացված անձնագրերով, վարկային քարտերով եւ այլ խարդախություններով։ Մեղադրանքի համաձայն նրանք նաեւ գնումներ են արել Best Buy-ից, Home Depot-ից եւ այլ խանութներից, օգտագործելով գողացված նվեր-քարտեր։ Եթե մեղավոր ճանաչվեն, նրանցից յուրաքանչյուրին սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում։ Վեննայսում եւ Դելավերում պահեստները խուզարկվել են, իսկ բանկային հաշիվները սառեցվել։
Ցանկանում եմ հիշեցնել, որ մեզ աջակցելու համար հարկավոր է պարզապես լայքել այս տեսանյութը և մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը մեր կատարած աշխատանքի վերաբերյալ։ Նաև չմոռանաք, որ ուրբաթ օրը կրկին ունենալու ենք հանդիպում ներգաղթի իրավաբանի հետ, այնպես որ բաց չթողնեք մեր գալիք հաղորդումները։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը ժամը 5:30-ին։